մարդը սկսնակ նկարչի։ Այս ակնթարթային հանդիպումը որոշիչ դարձավ ապագա վարպետի ստեղծագործության հիմնական թեմաներից մեկի ձևավորման գործում։ Այդ պահից ի վեր իմ կողմից առանցայդ էր սիրելի բանաստեղծը, դարձավ իմ մտորումների, ոգեշնչման և նրա մասին երկար զրույցների և պատմությունների առարկան։ Ստեսություն ազատ տարերք, վերջին անգամ ես իմ առաջ, դու կդրում կապույտ ալիք ու շորշովում գեղեցկությամբ։ Այվազովսկին ողջ կյանքում խոնարհվել է ռուս մեծագույն բանաստեղծի տաղանդի առաջ, նվիրելով նրան նկարների մի ամբողջ շարք, որոնցում միավորել է ծովի քնարերգությունն ու պոետիկ կերպարը։ Ուշագրավելով շարքի ամենահայտնի Պուշկինի հրաժեշտը ծովին կտավում, բանաստեղծի կերպարը պատկերել է Իլյա Ռեպինը, Այվազովսկու խնդրանքով։ Ռիմ և Եվրոպա։ Արվեստի ակադեմիան մեծ ոսկե մեդալով ավարտելուց հետո Այվազովսկին 6-ամյա թոշակավորմամբ իրավունք ստացավ ճամփորդություն մեկնելու արտասահման։ Սակայն իր երիտասարդ տարիքի պատճառով ստիպված եղավ սպասել 2 տարի։ Այդ տարիները նկարիչն անցկացրեց Ղրիմում, որտեղ նկարում էր ոչ միայն ծովային բնապատկերներ, այլև մասնակցում Սևծովյան նավատորմի և ռազմածովային դեսանտներին, ստեղծելով իր առաջին մարտանկարները, նրանցից մեկը դեսանտ Սուվաշիում կտավն է։ Իտալիա, Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, նրա ճանապարհորդությունները նման էին հաղթական շքերթի։ Ես մեղվի նման մեղր եմ հավաքում ծաղկանոցից, որպեսզի իմ աշխատանքներով երախտագիտությանս դուրքը մատուցեմ մայր Ռուսաստանին։ Եվրոպայում հավաքած մեղրը տվեց իր պատումները։ Իտալիայում Այվազովսկին վերջնականապես ընտրեց իր մեթոդը, նկարել հիշողությամբ, ոչ բնօրինակից։ Երեկվա ընթացքում գրված արևածագ և մայրամուտը Վիգոյում կտավները ընդունվեցին ավելի մեծ ոգևորությամբ, քան Սորենտոյի տեսարանը, որը նա նկարել էր բնօրինակից 3 շաբաթվա ընթացքում։ 1841 թվականի հռովիցության դեսում նրա աշխատանքներն աղմկալից հաջողություն ունեցան։ Հատկապես քաոս աշխարհի առարման նկարը։ Դու փոքրիկ մարդ, եկար հեռավոր Նևայի ափերից հեռվում և անմիջապես քաոս առաջացրիր Վատիկանում։ Նիկոլայ
Վասիլևիչ Գոգոլ։ Գլոգործոսն այնքան տպավորեց Հռոմի պապ Գրիգորի 16-րդին, որ վերջինս ցանկացավ գնել այն։ Սակայն Այվազովսկին ցուցաբերելով դիվանագիտական առատացություն, նկարը պապին մատուցեց որպես նոր։ Այս մեծագույն քայլը բարձր լրահատվեց Եվրոպայում և աշխատանքը տեղ զբաղեցրեց Վատիկանի հավաքածուում։ Իմ շանգանալտանքի Հռոմի պապը Այվազովսկուն պարգևատրեց ոսկե մեդալով։ Բոլոր այս աշխարհիկ հաջողություններն անհետեթություն են, դրանք ինձ մեկակնթակ միայն կարող են ուրախացնել, իսկ իմ գլխավոր երջանկությունը կատարելագործման ճանապարհին ունեցածս հաջողություններն են։ 1843 թվականին Փարիզում տեղի ունեցավ գեղանկարչության համաշխարհային ցուցահանդեսը, որին մասնակցեց նաև Այվազովսկին։ Նա դարձավ ռուսական կայսրության առաջին ներկայացուցիչը ու կտավների ցուցադրվեցի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։ Նա նաև եվրոպական մի շարք քաղաքների՝ Հռոմի, Ֆլորենցիայի, Ամստերդամի, Փարիզի և Շտուտգարտի ակադեմիաների պատվավոր անդամ էր։ Մի թվականին նա վերադարձավ Թեոդոսը, կառուցեց իր տուն արվեստանոցն ու որոշեց ապրել իր սիրելի ծովի մոտ։ Նրա խորքում է մեզ ուղղված խրատը։ Կարգավորն աշխատանքների շրջան, ստեղծագործական ծաղկման շրջան, հանրահայտ կտավների ստեղծում, 9-րդ ալիք, սև ծով, մարդական շարքեր։ Նկարծես ինքն է եղել բոլոր փոթորիկների մեջ։ Տեսել է պայթյունները։ Խեղդվել նավատեկությունների ժամանակ։ Մաստացել բոլոր մարդերին։ Ele foge de você, isso é um
եւ 9-րդ ռուս-թուրքական պատերազմները, նաեւ ռուսական նավատորմի ձևավորման կարևորագույն իրադարձությունների ոչ միայն ականատեսը, այլև մասնակիցը։ Որտեղ որոնց հայտնության հայտնված մարդը երբեք չի կորցնում բնության հույսը։